Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանում շատ ավելի հաճախ է հնչում բառապաշար անցնել Արաքս գետը։ Եվ խոսք է գնում նրա մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պատրաստ են այդ գործողությունների համար։ Նույնիսկ ադրբեջանական մամուլում տեսա վերնագրեր, որ Ադրբեջանը պատրաստ է ոչ միայն պաշտպանողական, այլ նաև հարձակողական գործողությունների համար, այդ թվում Թուրքիայի հետ միասին։ Եվ ընդգծվում է, որ ճակերտներում կարող է ստիպված լինենք սկսել ռազմական գործողություններ։ Իհարկե մենք ձեր հետ միասին անպայման պետք է քննարկենք, մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ գործընթացների մասին է խոսքը, ինչ նկատի ունեն ադրբեջանական կողմը, ով է սա հայտարարում եւ ինչպիսի կարող են լինել այստեղ սցենարները։ Այս հարցերը շատ մեծ կարևորություն ունեն, շատ վտանգավոր են եւ իհարկե անմիջապես կապված են տարածաշրջանում ստեղծված շատ ծանր եւ լարված իրավիճակի հետ։ Առաջի հերթին պետք է ասեմ, որ այդպիսի հայտարարություններ կոնկրետ արել է, մեզ այս դեպքում հետաքրքրում է հենց Էլդար Նամազովի հայտարարությունները, որը նախկինում Ադրբեջանում բարձր պաշտոնյա է եղել, ղեկավարել է նախագահական աշխատակազմը եւ այս պահի դրությամբ հասարակական քաղաքական գործունեությունով է զբաղվում եւ ոչ պաշտոնական հնչեցնում է այն մոտեցումները, որը ունի Ալիևի աշխատակազմը եւ Ալիևի քաղաքականության մասը իհարկե։ Եվ հետաքրքիր է ոչ միայն իր, այլ նաև այդ ԶԼՄ-ում վերնագիրը CBC-ի մասին է խոսքը, որը զուգահեռ դրա մենք գիտենք, որ Ադրբեջանի փաստացի պետական մամուլ է, եւ իհարկե այդտեղ որևէ վերնագիր, որևէ հյուր, որևէ թեմա չի կարող քննարկվել Ադրբեջանի դեպքում առանց իշխանությունների հետ համաձայնության։ Եվ սա պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական հենց մոդելն է, որով փաստացի Ադրբեջանը այս հասարակական կարծիքը օգտագործում է նաև ինչպես ոչ ուղիղ այսպիսի օղակ տեղեկատվությունը հասցնելու եւ այս դեպքում բացահայտ խոսք է գնում պատերազմի եւ հարձակողական գործողությունների մասին։ Արեք մանրամասն ուսումնասիրենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովի հայտարարությունները, որ Իլհամ Ալիևը տվել է հրաման զինված ուժերին պատրաստվածության առաջի աստիճանին լինեն։ Նամազովը պարզաբանում է, որ այս առաջի աստիճանը, ուրեմն զինված ուժերի պատրաստվածության, սա ամենաբարձր աստիճանն է ադրբեջանական զինված ուժերում եւ մի շարք կոնկրետ գործողություններ են ներառում, որը փաստացի մենք ձեր հետ միասին նաեւ պետք է քննարկենք։ Պահեստազորայինների անհապաղ զորակոչ, այսինքն հիմա Ադրբեջանում ըստ Նամազովի տեղի է ունենում պահեստազորայինների անապահ զորակոչ, ուրեմն դա նաեւ վերաբերվում է ստորաբաժանումների մարտական պատրաստվածության բերելը, բանակի ստորաբաժանումների ուրեմն տեղափոխումը նախապես որոշված դիրքեր եւ հարավային հատվածի ամրապնդումը սահմանի։ Խոսք է գնում այն իրավիճակի մասին, ըստ Էլդար Նամազովի գնահատականի, որ փաստացի մի քանի օրվա ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում պետք է Ադրբեջանի զինված ուժերը արդեն պատրաստ լինեն լիարժեք ռազմական գործողությունների համար։ Նամազովը նաև հայտարարում է, որ ըստ իրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ արած հայտարարությունում կարևորագույն նշանակություն ուներ, ճակերտներում բանակը պետք է պատրաստ լինի իրականացնել ցանկացած գործողություն, այսինքն ցանկացած գործողությունը սա ըստ Նամազովի նաև լրջագույն այսպիսի ուղերձ է։ Եվ ըստ իրեն ռազմական փորձագետները նշում են, որ սա պաշտոնական ռազմական տերմին է, այսինքն ցանկացած գործողություն, որը ներառում է ինչպես պաշտպանողական գործողություններ, այդպես էլ հարձակողական բնույթ ունեցող գործողություններ։ Եվ հաշվի առնելով սա, ըստ Նամազովի, խոսքը գնում է հնարավոր բոլոր գործողությունների մասին եւ սպառնալիքի հետ մղման
գործընթացներից մինչև երկրի տարածքից դուրս ակտիվ ռազմական գործողություններ։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն Նամազովը հայտարարում է, որ փաստացի ոչ միայն բացառված չէ, այլ ադրբեջանական կողմը նաև պատրաստվում է երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների համար։ Շարունակում ենք։ Երկու երկաթե բռունցքի սցենար։ Այսպիսի հայտարարություն է անում Նամազովը։ Քննարկումների ընթացքում այդ եթերում, որի հղումը ես կթողնեմ մեկնաբանությունում, նկարագրությունում այս ելույթի, խոսք է գնում, որ քննարկումների ընթացքում ուրեմն ասվում է, որ երկու երկաթե բռունցք պետք է նաև այսպիսի բանաձև պետք է գոյություն ունենա։ Սա ենթադրում է Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ գործողությունների հնարավորությունը իրանական ուղղությունով։ Ըստ մասնագետի, Բաքուն հետաքրքրված չի ուրեմն այս իրավիճակի ել ավելի սրման մեջ, բայց եթե Իրանը շարունակի այսպիսի ահաբեկչական կամ ճնշման գործընթացները, ապա ինչպես 2020 թվականի 44 օրվա պատերազմի ժամանակ, ուրեմն շարունակում է, որ պատասխանը կլինի կտրուկ, այսինքն լայնածավալ պատերազմով է սպառնում։ Եվ այս դեպքում Թուրքիան, ասում է Նամազովը, կարող է հանդես գալ որպես քաղաքական եւ ռազմական դաշնակից եւ կարող է ուրեմն համակարգել կարող են Բաքուն եւ Անկարան իրենց գործողությունները այդ ուղղությամբ եւ ձևավորել երկու կոնկրետ երկաթե բռունցք, այսինքն երկու ուժ ռազմական, որը պետք է անցկացնի այդ գործողությունները։ Սա շատ կարևոր է, հարգելի հայրենակիցներ։ Մինչև շարունակեմ, շատ կարևոր նաև մի քանի այստեղ եւս հայտարարություն է անում Նամազովը։ Հիշեցնեմ ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, ուրեմն եւ ձեր կարծիքով կիսվեք, ես միշտ ընթերցում եմ, կարդում եմ եւ կիսվում եմ նաև իմ կարծիքով այդտեղ էլ պատասխանում եմ, նաև բաժանորդագրվեք ալիքին, միացեք ալիքին, դառեք ալիքի անդամ, դա շատ կարևոր նաև հնարավորություն է, որ աջակցեք ալիքին եւ ստանաք հավելյալ վերլուծությունների հասանելիություն։ Շնորհակալ եմ, անցնում ենք առաջ, շարունակում ենք։ Հարգելի հայրենակիցներ, նաև եւս մեկ շատ կարևոր հայտարարություն է անում Նամազովը։ Ասում է, որ վերջի զորավարժությունների ժամանակ Արազ գետը հատելու վարժություններ են անցկացրել ադրբեջանական զինված ուժերը, որ կոնկրետ զորավարժությունները նկատի ունի կոնկրետ չի ասում, բայց ամեն դեպքում սա շատ կարևոր հարց է։ Ադրբեջանը, որ ավելի վաղ անցկացրել է այսպիսի զորավարժություններ եւ իրենց սցենարը ներառում էր հիպոթետիկ ուրեմն իրանական ուժերի պարտությունը, նաև Արազ գետի հատումը եւ մյուս ափ հասնելը, եւ սա շատ հետաքրքիր ուրեմն պահ է ըստ Նամազովի, որովհետեւ այդ սցենարը ներառում էին այն իրավիճակը, երբ Իրանը դեռ շատ ավելի հզոր էր, իսկ հիմա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներից հետո Իրանի հակաօդային պաշտպանության ուղղությամբ շատ արդեն մասնագետներ եւ փորձագետներ ասում են, որ Բաքվի ռազմական եւ քաղաքական ուրեմն վստահությունը սեփական ուժերին շատ ավելի աճել է։ Այսինքն սցենարում նախատեսված էր ավելի ուժեղ Իրանի դեմ գործելու հնարավորություն, իսկ հիմա այս սցենարը արդեն ներառում է ավելի թուլացած Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով ռազմական գործողություններ սկսելու կոնկրետ սցենարներ եւ կոնկրետ իրականություն, եւ փաստացի գլխավոր ուղղությունը պետք է լինի այն, ինչու համար Ադրբեջանը ինչի համար նախորոք պատրաստվել էր նախկինում, դա Արազ գետը հատելն է եւ մյուս ափին հասնելը, այսինքն դրանով փաստացի Ադրբեջանը, այսպես ասեմ, մուտք է գործելու հարավային Ադրբեջան կոչված իրենց պրոպագանդիստական թեզի ներքո այդ տարածք եւ դրանով փորձել փաստացի զբաղեցնել Իրանի այն տարածքը, որը բնակեցված է ադրբեջանցիքի կամ ազերիների կողմից։ Այսինքն բացահայտ Նամազովը ասում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն պատրաստ է հիմա դրա համար,
այլ ադրբեջանական կողմը շատ վաղուց այդպիսի պատրաստվածության արդեն գործընթացներ է ծավալել։ Եվ ավելացնում է նաև շատ կարևոր, որ քննարկում են ուրեմն այդ ելույթի, այդ հարցազրույցի ժամանակ, որ կենտրոնական իշխանությունը եթե թուլանա Թեհրանում եւ սկսվի ապակայունություն, որը Սիրիայում տեղի ունեցավ, ապա այդ դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են սկսել եւ պետք է սկսեն ըստ իրենց հատուկ ռազմական օպերացիաներ Իրանի տարածքում, որ պաշտպանեն սեփական սահմանները, տեսեք ինչ լավ խոսքեր է ասվում այստեղ, որ անվտանգային վտանգները ուրեմն առումով այսպես կանխեն եւ որ պաշտպանեն իրենց հետաքրքիր է, հա, այստեղ ինչ բառապաշար է, հայրենակիցներին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Այսինքն Ադրբեջանը բացահայտ ասում է, որ Իրանի թուլացման դեպքում, որը հիմա արդեն տեղի է ունենում, եւ պետական կառավարման համակարգի էլ ավելի թուլացման դեպքում, Ադրբեջանը կարող է իր սահմանները պաշտպանելու նպատակով խորանա եւ Թուրքիան միասին, բուֆերային տարածքը հիշում ենք, չէ՞, մենք քննարկել ենք ձեր հետ միասին, որ ասում էի, որ հենց սկսի, դե ամենահետաքրքիրը այն է, որ ես ասել եմ նախորոք շաբաթներ եւ ամիսներ առաջ, եւ ով ալիքը հաճախ դիտում է կամ միշտ դիտում է, շատ լավ գիտի, որ ես սա ամիսներ առաջ եմ ասել։ Այսինքն իրանք հիմա նախապատրաստեցին հիմքերը եւ միջև այդ արդեն ռազմական առումով պատրաստ էին, Թուրքիան բուֆերային տարածք խոսելու թեզի տակ փաստացի այդ քրդական հարցի մասին, այդտեղ որտեղ սահմանին Թուրքիայի հետ բոլոր տեղերում քրդեր են ապրում։ Թուրքիան իբրև քրդերի հետ պայքարելով կարող է բուֆերային տարածք ստեղծել Իրանի տարածքի ներսում եւ Ադրբեջանը նույնպես եւ փաստացի Ադրբեջանի շատ ձեռնտու հայտնվեց Նախճավանում այդ կոնկրետ հարվածները եւ մի քանի այդ ԱԹՍ-ի այդտեղ պայթյունը եւ Նախիջևանի այդ ուղղությունը շատ հետաքրքիր զարգացում էր իրականում։ Ես եւս մեկ անգամ այսօր պնդումներ չեմ անում, դա իմ նպատակը չէ, իմ նպատակն է հասկանալ ում ինչ է ձեռ տալի եւ ով ինչ կարող է օգտագործել եւ ինչպես։ Ադրբեջանը այդ թեման կարող է օգտագործել եւ ստացվում է, որ Ադրբեջանը շատ էլ ձեռ էր տալի այդ թեման, փաստացի, որովհետեւ հիմա Ադրբեջանը այդ թեզի տակ կարողացել է իր զինված ուժերը փաստացի մարտական իրավիճակի բերել, սկսել ուրեմն պահեստազորի զորակոչ եւ պատրաստվել գործողությունների համար, ընդ որում այդտեղ ընդգծվում է, որ ոչ միայն պաշտպանողական, այլ նաեւ հարձակողական, որոնք կարող են քննարկվել եւ հայտարարվել ինչպես այսպիսի կոնկրետ այս դեպքում, հա, սահմանի պաշտպանելու, անվտանգությանը պաշտպանելու ուղղություն, Թուրքիան եւ Ադրբեջանը, որ միասին են գործելու, դա ամենտեղ ընդգծվում է, փաստացի դա նշանակում է, որ Նախիջևանի ուղղությունից Թուրքիան պետք է խորանա Իրանի տարածք, իսկ խոսքին Արաքսի հովտի այդ ուղղությունից Ղարաբաղի հարավից եւ այլն, Ադրբեջանը պետք է խորանա Իրանի տարածք եւ ինչ որ տեղում այդտեղ միավորվեն Թուրքիան եւ Ադրբեջանը եւ փաստացի ստեղծեն ցամաքային սահման։ Ես այս վտանգի մասին ձեր հետ խոսել եմ մի քանի օր առաջ, երբ արեցի վերլուծություն եւ վերնագիրը հատուկ իհարկե նշեցի, որ Հայաստանը կարող է կորցնել սահմանը Իրանի հետ, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգն է եւ նպատակն է նաեւ ապահովել դա եւ առաջի հերթին ապահովել ցամաքային կապ։ Իհարկե սա նորություն չէ։ Մենք ձեր հետ միասին սա երկար ժամանակ է քննարկում էինք, այսինքն Վրաստանով իրանց կապը չէր բավարարում երկար ժամանակ, որովհետեւ այստեղ միջանցքային տրամաբանություն չկար, հետո Հայաստանում ուզեցան այդ միջանցքային տրամաբանությունը ստանալ եւ նոյեմբերի 9-ով այդ փաստաթղթով Ռուսաստանին փաստացի համաձայնվեցին, որ Ռուսաստանը միջանցքը կապահովի եւ ռուս ՖՍԲ-ն այդտեղ ռուսական պետք է կանգնած լիներ, հետո արդեն Ռուսաստանի դավաճանության ֆոնի վրա հայկական կողմը փաստացի մերժեց եւ հրաժարվեց այդ ամբողջ փաստաթղթից ռուսները եւ ադրբեջանցիք հրաժարվեցին, մենք էլ 9-րդ կետից հրաժարվեցինք, միայն որ այդ կետը կատարեինք
եւ այդտեղ Վաշինգտոնը աջակցեց մեզ։ Հիշում եք, որ Ադրբեջանը հարձակվելու սցենարներ էր ունել, ես դրա մասին քննարկել եմ, այդ բոլոր վերլուծությունները կան իր ժամանակին այս ալիքում, այսինքն փաստերով եմ հիմա ասում, ինչ ասում եմ, եւ այդ ժամանակ նաեւ հիշում եք, որ Դոնալդ Տրամպը մի քանի անգամ զանգեց, նամակ գրգեց Իլհամ Ալիևին, Իլհամ Ալիևի մոտեցումները փոխվեց եւ TRIP-ի վրա փաստացի համաձայնվեց, որը միջանցքային տրամաբանությունը մերժում է։ Այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան ստացան TRIP, բայց չստացան միջանցք, չստացան ուղիղ կապ։ Հիմա այս սցենարով Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ոչ միայն միջանցք ստանալ, այլ ստանալ լիարժեք կապ հարյուրավոր կիլոմետրանոց խորքով եւ դա կարա տեղի ունենա հենց Թավրիզի միջոցով, այսինքն Արաքս գետի մյուս ափի միջոցով։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ իրանք նաև ասեմ, որ ես չեմ կարծում, որ դա կսկսվի շուտ, եւ շուտ այստեղ նկատի ունեմ մոտակա օրերի ընթացքում, չեմ կարծում, որ դա տեղի կունենա, նույն Նամազովը այստեղ հետաքրքիր բան է ասում, որ եթե իրավիճակը դառնա Սիրիայի նման, ապա այսինքն իհարկե հակաօդային պաշտպանությունը Իրանի խոցված է, իհարկե իրավիճակը Իրանում ծանր է, բայց թուրքերը, այդ թվում ադրբեջանցիքն էլ նկատի ունեմ, բավարար խորամանկ են, արեք այսպես ասենք, որ սպասեն մինչև շատ թուլանա Իրանը, այլ ոչ թե մինչև ցամաքային զինված ուժերը դեր ունեն լուրջ հնարավորություններ Իրանում եւ կարող են գործել։ Այսինքն այս պայծրությամբ եթե մտնեն պատերազմի մեջ, պատերազմը կլինի մեծ եւ դաժան Իրանի հետ։ Այդ թվում քրդերն էլ նույն բան են հասկանում։ Եվ այդ պատճառով ես կարծում եմ, որ այդտեղից է բացահայտ ասում է, հա, Սիրիայի սցենարը, այսինքն Թուրքիան երբ մտավ նաև Սիրիա, երբ որ կենտրոնական իշխանությունը շատ թուլացած էր, ինչ որ խմբավորումների միջոցով եւ այլն։ Հիմա Թուրքիան եւ Ադրբեջանը առաջինը Թուրքիան կարա սկսել։ Համոզված եմ դրանում, որովհետեւ Թուրքիան լրիվ ուրիշ ուժ է իրենց ներկայացնում, Ադրբեջանը լրիվ ուրիշ։ Այսինքն Թուրքիան առաջինը կարող է բուֆերային տարածք ձևավորել Իրանի տարածքի ներսում։ Որ վիճակում, այն իրավիճակում, երբ Իրանը ել ավելի թուլանա։ Այսինքն, եթե ռազմական գործողությունները շարունակվեն մոտակա շաբաթների ընթացքում եւ իրանական ռեժիմը սկսի փլուզվել իր կառավարման համակարգը, վերահսկողությունը, այդ դեպքում շատ հավանական է դառնում, որ կոնկրետ Թուրքիան սկսի այդ գործողությունները եւ Ադրբեջանն էլ միանա այդ գործողություններին եւ փաստացի դրանով կողմերը կարողանան ապահովել այդպիսի ռազմական գործողություններ Իրանի տարածքում այն դեպքում, երբ Իրանը շատ ավելի թույլ լինի, դրա մասին բացահայտ ասվում է եւ Արաքս գետի անցնելու ուրեմն ծրագիրը, որ իրանք նախորոք նախատեսել են, դա նաեւ այդ ծրագրի մաս է, որովհետեւ Արաքս գետը անցնելը բարդ նպատակ է իրականում, բայց փաստացի փորձելու են դա անել եւ դա կարելի է անել միայն փորձելու են եթե սկսվի այս գործընթացները, բայց դրա հավանականությունը շատ մեծ է, դա կարող է տեղի ունենալ միայն եթե իրանական կողմը թույլ լինի։ Զուգահեռ դրա իհարկե Ադրբեջանը պետք է օդային հարվածներ հասցնի կոնկրետ այդ տարածքի վրա եւ դա նաեւ շատ հետաքրքիր է։ Այստեղ ես նաեւ պետք է ընդգծեմ, որ եւս մեկ կարևոր հայտարարություն է արվել եւ համարում եմ, որ այս հայտարարությունով ես ձեր հետ կկիսվեմ, բայց համոզված չեմ իրականում ինչքանով սա, որովհետեւ Իրանում հիմա պաշտի ով է կառավարում, ինչ ուժեր եւ այլն, այսինքն համոզված չենք սրանում եւ հաշվի առնելով սա պետք է զգուշ լինենք, բայց ամեն դեպքում կկարդամ, որովհետեւ հետաքրքիր հայտարարություն է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, չնայած նրա, որ ակտիվորեն մասնակցում են ռազմական գործողությունների մեջ ամերիկական եւ սիոնիստական ագրեսորների դեմ տարածաշրջանում, ճակերտներում իհարկե սա իրենց խոսքերն են, բոլոր ուժերը նաև իրենց ներառում են նրա համար, որ նվազեցնեն սպառնալիքները հարևան պետությունների հետ։ Մենք կոչ ենք անում Իրանի հարևան Ադրբեջանին, ինչպես մուսուլմանական պետությունին, որ թույլ չտա անկայունությունը տարածաշրջանում եւ պետք է իր տարածքից ուրեմն տեսեք պետք է իր պետությունից, այսպես ասեմ, տարածքից չէ, իր պետությունից ուրեմն սիոնիստներին ստիպի, որ իրան գնան կամ
կոնկրետ, եթե այդ բառը փորձենք վտարել բառն է օգտագործված, այսպես ասեմ, վտարել սիոնիստներին իր երկրից եւ չկանգնեցնել իր սեփական պետությունը եւ Իրանը վտանգի տակ։ Հիմա արդյոք սա նշանակում է, որ իրանական կողմը ասում է, որ սիոնիստները, այսինքն Իսրայելը, այս դեպքում իրանք Ադրբեջանում գտնվում են ֆիզիկապես։ Ես կարծում եմ, որ ոչ, սա կարելի է այդպես հասկանալ, բայց ոչ, վտարել սիոնիստներին իրանք նկատի ունեն այդ թվում դա կարա ներառի դեսպանությունը, դա կարա ներառի տարբեր համագործակցությունը կազմակերպությունների եւ այլն միջև, դա կարա ներառի Բաքու-Թբիլիսի ջեյհանը, որի վտանգի մասին մենք խոսել ենք, այսինքն դա անպայման չի նշանակում, որ Իրանը ասում է իսրայելական ռազմակայաններ կան կոնկրետ Ադրբեջանում։ Պատճառը պարզ է, որովհետև եթե լինեին իսրայելական ռազմակայաններ Ադրբեջանում, համոզեցնում եմ ձեզ, որ շատ ավելի շուտ Իրանը կհարվածեր այդ ռազմակայաններին, քան թե Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում, Էմիրություններում ամերիկյան ռազմակայաններին, հասկանում եք, որովհետև իրանց համար թիրախը մեկը Ամերիկայից ավելի առաջնահերթ Իսրայելն է։ Եվ եթե Իսրայելի միայն Իսրայելին, միայն Իսրայելում են հարվածում, ուրիշտեղ Իսրայելը ռազմակայան չունի, այսինքն եթե իրանք այստեղ մտածում են հարվածել խոսքին Բաքու-Թբիլիսի ջեյհանի դեսպանությունին, որովհետև դա Իսրայելի հետ կապ ունի։ Բայց իսրայելական, եթե որևէ տեղ ռազմակայան լիներ այս տարածաշրջանում, առաջինը դա կթիրախավորեր Իրանը։ Այսինքն այդպիսի փաստեր այս պայծրությամբ չկան, բայց կան փաստեր համագործակցության մասին, դա էլ նորություն չէ իրականում։ Եվ ուստի մենք հետ ենք գալի ձեր հետ միասին այս շատ կարևոր Նամազովի հայտարարությունների, որ Ադրբեջանը փաստացի պատրաստվում է այդպիսի գործողությունների համար եւ այդպիսի սցենարի։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի համար սա մեծագույն վտանգ է եւ մենք պետք է շատ լավ հաշվարկենք այս ամենը, իհարկե, եւ պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարների համար, որովհետեւ իրականում իրավիճակը շատ վտանգավոր է եւ որևէ մեկը չգիտի այս իրավիճակից ինչպիսի փոփոխություն կլինի։ Ես շատ անգամ իմ հարցազրույցներում, իմ ելույթներում այստեղ էլ ասել եմ, որ այս իրավիճակից կա երկու սցենար, դրական եւ բացասական։ Բացասական սցենարը հեսա ներկայացրեցի ձեզ եւ վաղուց ամիսներ է խոսում եմ դրա մասին, նույնիսկ տարիներ։ Իսկ դրական սցենարը այն է, ինչին ձգտում է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, որը մեր համար էլ դրական սցենար է, դա որ Իրանը չփլուզվի, այլ դրա փոխարեն Իրանը արդեն նոր կառավարություն ունենա խոսքին Ռեզա Փեհլևիի շնորհիվ եւ Իրանի այս սահմանները պահպանվեն, այսինքն Թուրքիան, Ադրբեջանը այդ գործողությունները չսկսեն, չմիավորվեն եւ այլն, եւ զուգահեռ դրա այնտեղ լինի Ամերիկամետ, արևմտամետ ուժ իշխանությունում, որը Հայաստանի համար կլինի շատ եւ շատ նաեւ օգտակար։ Այսինքն հիմա ձեր համար ավելի պարզ է այստեղ իրավիճակը եւ մենք իհարկե պետք է հասկանանք, որ սցենարով է իրավիճակը գնում։ Այս դեպքում դեռ այսօրվա դրությամբ մարտի 8-ն է, ես չեմ կարող ձեզ կոնկրետ որևէ այստեղից ասեմ, որ որևէ կողմով է գնում դեռ զարգացումները, ոչ, մոտավորապես միջին տարբերակն է դեռ չի կողմնորոշվել զարգացումը որ ուղղությունով է գնում։ Նաև հաշվի առնելով, որ ամփոփեցի արդեն իմ վերլուծությունը եւ հաշվի առնելով, որ այսօր մարտի 8-ն է, բոլոր կանանց շնորհավորում եմ այսօրվա օրը եւ մաղթում եմ ձեզ երջանկություն, պինդ առողջություն։ Կանանց վրա շատ մեծ մասամբ է կախված նոր սերնդի հայ ազգի հաջորդ սերնդի զարգացումը, կայունացումը, հզորությունը, պետության հզորությունը նաև մեծ մասամբ, շատ կարևոր մասամբ կախված է նաև կանանց կրթությունից, հնարավորություններից, դերից հասարակության մեջ եւ իհարկե մենք պետք է ձգտենք նրան, որ հայ կինը ել ավելի մեծ դեր, կարևոր դեր, հզոր դեր ունենա եւ կարողանա այնպիսի հաջորդ սերունդ դաստիարակել, որը մեր ազգին պետք է, մեր պետությանը պետք է եւ այդ նպատակով իհարկե սա որ ուղղակի խոսքեր չլինեն, ես պատկերացնում եմ, որ պետությունը
պետք է լրիվ ուրիշ մակարդակով, այսպես կառավարման համակարգներ ձևավորի եւ լրիվ ուրիշ ներդրում ունենա այդ թվում կանանց ամրապնդման, իրանց հնարավորությունների ամրապնդման, գիտությունների, կրթության, հանրությունում դերի եւ այլն, բայց դա ապագայի հարց է, դա արդեն ներքաղաքական գործընթաց է, թե ինչպես պետք է պետությունը կառավարվի էֆեկտիվ, իսկ այսօրվա այս մեր վերլուծությունը ավարտեմ ևս մեկ անգամ շնորհավորանքով, շնորհակալություն ձեզ հայտնելով ձեր կարևոր դերի համար, հանրության համար, մայր լինելու համար եւ հասարակությունում այդ դերը իհարկե պետք է բարձր գնահատվի եւ ամեն ինչ ենք անելու, որ գնահատվի։ Շնորհակալ եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, բոլորիդ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։